թեթև ասած թալանվել են նրանց երկաթներ գծերը։ Թրամփի ուղին այդ ճանապարհը այսօր կոչվում է Թրամփի ուղին, քանի որ Թրամփն էր վերջնական վերսիան, որը ցույց տվեց, բայց իրականում նա ճիշտ նույնն է, ինչ որ տարիները, որ վարչապետը ասում է խաղաղության խաչմերուկ։ Որն Թրամփն էլ սիրում է իր անունը դնել իր արած գործերի վրա, որ Ադրբեջանը համաձայնեց, որ իր ճանապարհով Հայաստանին եկող ապրանքը անցնի պարզապես տարանցիկ ձևով։ Մյուսերը կարող է փոխանակ նավթը վաճառի, իր արտադրածը բերի, Հայաստանն իր արտադրածը ընդ է ուղարկի։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր հյուրընկալվել ենք քարտեզագետ Ռուբեն Գալչյանին, ում հետ փորձելու ենք հասկանալ, որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում Թրամփի ուղին։ Պարոն Գալչյան, 2025 թվականը այսպես նշվում է խորհրդավոր տարի իշխանության կողմից, կարևոր տարի, այն պատճառով, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ստորագրվեց մի փաստաթուղթ, ըստ որի պետք է Հայաստանով անցնի ուղի, հետո անվանեցին Թրամփի ուղի, սակայն որոշ բացեր մնացին, թե Թրամփի ուղին կոնկրետ Հայաստանի որ մասերով է անցնելու, ինչ նշանակություն է ունենալու։ Ձեզ կխնդրենք քարտեզի վրա դրանք բացատրել, ինչ է իրենից ներկայացնում Թրամփի ուղին Հայաստանում։ Թրամփի ուղին այդ ճանապարհը այսօր կոչվում է Թրամփի ուղին, քանի որ Թրամփն էր վերջնական վերսիան, որը ցույց տվեց, բայց իրականում նա ճիշտ նույնն է, ինչ որ տարիները, որ վարչապետը ասում է խաղաղության խաչմերուկ։ Ոչ մեկ տարբերություն չունի։ Այդ ուղին երկաթուղագծերն են, որոնք անցնում են Ադրբեջանի, Հայաստանի, Նախիջևանի տարածքով եւ իրար շարունակությունն են այդ գծերը, բայց այսօր դրանք չեն գործում, քանի որ այն մասը, որ Հայաստանի տարածքով անցնում, Ադրբեջանը չի կարող օգտագործել, արգելված է նրան, այն մասն էլ, որ Նախիջևանով է անցնում, Մեղրիից շրջանից մինչև Երասխ, այդ մասն էլ Ադրբեջանի ձեռքն է, Ադրբեջանը չի թողնում, որ Հայաստանը օգտագործի։ Այդ ճանապարհները քանի որ չեն օգտագործվել, ժամանակին թեթև ասած թալանվել են նրանց երկաթներ գծերը։ Երկաթ գծերը որպես երկաթ վաճառվել են տարբեր տեղերին, փոքր հանել տարվել են, տեղը կա, ճանապարհը գիտենք որն է, որը պիտի լինի, բայց այսօր շատ տեղերում ինքը երկաթգիծը, այդ մետաղ երկաթի գիծը հայուն հանված է։ Ուրեմն պետք է վերականգնել այդ գծերը, վերականգնել գիծն էլ հետո վերականգնելը շատ դյուրին բան չի։ Հիմքը նրան հենակները որ դրա տակը դրվում է, հետո ռելսը դրանց վրա է դրվում, նրանք նախապես պիտի բոլորը փոխվեն, քանի որ նրանք մեծ մասը փայտիային եւ այս 30 տարվա ընթացքում փտել են, քանի որ չեն պահպանվել, որոշ տեղեր գոյություն չունեն, պետք է նորը լինի, իսկ այն տեղերը, որ գոյություն ունեն, պետք է ամրացնեն, քանի որ այսօրվա տարածքով այդ Հայաստանի տարածք երկաթգծերով, ասենք, անցնում է տարեկան մի քանի 100,000 տոննա բեռ։ Մենք ծրագրում ենք հասնում ենք մի քանի միլիոնի։ Ուրեմն այդ հենակներն հավանաբար պետք է ավելի ամրացվեն։ Դրանք հեշտ մաս են, բայց այդ ծախսատար են։ Բայց գծերը, ինչպես ասում եմ, ամբողջ երկաթգիծը գոյություն ունի, ոչինչ չի փոխվում, տեղը չի փոխվում, նույն տեղով է անցնելու, ինչ որ անցնում էր խորհրդային օրերին, բայց պետք է վերականգնվել գծերը եւ երկաթու եւ հոսանքի լարերը եւ այլն եւ այլն։ Պարոն Գալչյան, ձեր խոսքում ասացիք, որ Թրամփի ուղին նույն խաղաղության խաչմերուկն է, երբ օրինակ ընդդիմադիր գործիչները կամ հասարակական քաղաքական գործիչները բարձրաձայնում են, որ սա նույն այն խաղաղության խաչմերուկն է, որի սպառնալիքը կար իշխանության կողմից, որ եթե չլինի խաղաղություն, խաղաղության խաչմերուկ կլինի եւ այլն, խոստումներ է, այսպես ասած, որ կլինի, այս դեպքում ստացվում է, որ պարզապես ճանապարհների քաղաքական անվանումն են փոխել։ Քաղաքական անվանումն էլ երկուսն էլ խոսում են նույնն է, անունը դրվել է Թրամփի ուղի, այո, քանի որ այս գործը, որ եկեք համաձայնենք այս գործը վերջացնենք, սկսենք կատարել, Թրամփի օգնությամբ եղավ եւ դրա համար իր անունը պարոն Թրամփն էլ սիրում է իր անունը դնել իր արած գործերի վրա, այդպես էլ դրեց է մենք էլ խնդիր չունենք դրա մասին։ Ճանապարհը բացվի, ինչպես ուզում է թող կոչվի, Թրամփն է դրել, թող կոչի Թրամփի ուղին։ Կարող է Ալիևը այն մասը, որ իր տարածքով է անցնում, իր դրա անունը Ալիևի ուղի դնի։ Դրանք իրենք գիտեն։ Մեր տարածքով անցնողը Մեղրիից անցնող տարանցիկ, փոխանցան տարանցիկ երկաթուղագիծը, որը կողմից մտնում է Մեղրիով, եղած գծերով անցնում, ես դուրս գալիս գնում եմ Նախիջևան։
Արդյոք սա հարցականի տակ չի դնում մեղրի գոյությունը, որովհետև խաղաղության խաչմերուկի ժամանակ, երբ որ արդեն հրապարակվեց եղավ, ասեցին, որ սա մեղրին հանձնելու նոր քայլ է, պարոն։ Ոչ, դա մեղրին հանձնելու բոլորովին նոր քայլ չի։ Ես ցեզի մանրամասն ցույց կտամ քարտեզի վրա։ Այստեղ տեսեք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը կարմիրն է։ Երկաթգիծը Ադրբեջանի տարածքով գալիս հասնում է Հայաստան, Հայաստանի տարածքով անցնում է այդ երկաթգիծը, հասնում մինչև Նախիջևան, հետո Նախիջևանի տարածքով է շարունակվում։ Տեսեք, երկաթգիծը Արաքսից դեպի հյուսիս Հայաստանի մեջ է անցնում։ Այսինքն երկաթգիծը եթե մեր վերահսկողության տակ է, մեր երկրի ընդհանուր տարածքային ամբողջության մեջ է։ Տարածքային ամբողջությունը երբ որ ընդունված է, ուրեմն Ադրբեջանը արդեն ընդունել է, որ իր գնացքը պետք է Հայաստանի տարածքով անցնի, ոչ թե Զանգեզուրի միջանցքով անցնի, Հայաստանի տարածքով, որի անունը կարող է լինել Զանգեզուրի տարանցիկ ճանապարհ, ոչ թե միջանցք, տարանցիկ ճանապարհ։ Քանի որ ճիշտ է, եթե ճանապարհը բացվեց, անհատները կարող են այնտեղով անցնել գնացքի մեջով, բայց ես չեմ կարծում հոգեբաններն այսինքն ոչ Ադրբեջանին է պատրաստ Հայաստանի տարածքով անցնի, ոչ էլ Հայն է պատրաստ Ադրբեջանի Նախիջևանի տարածքով անցնի։ Դա մի երկու սերունդ, այո, դա մի երկու սերունդ կտևի, եթե համագործակցությունը, բարի դրացիությունը շարունակվի, երկու սերունդ հետո հնարավոր կլինի, որ արդեն այս մարդիկ մտածեն, հա, նորմալ ճանապարհ է, հիմա դրսինը կանգնած պլատֆորմի կանգնած վաճառողը, պտուղ վաճառողը ադրբեջանցի չի հայ է, կամ մյուսում հայ չի ադրբեջանցի է։ Տարբերությունը այդ կլինի։ Պարոն Գալչյան, այս համագործակցության շրջանակում Հայաստանը վերջերս Ադրբեջանի միջոցով երրորդ երկրից ցորեն ու վառելիք է ներկրում, Ադրբեջանից կոնկրետ վառելիք է ներկրում, արդյոք այդ ճանապարհը երկաթուղային կրկին մասն է կազմում այս Թրամփի ուղով։ Այսօր մաս չի կազմում, բայց եթե Հայաստանի ճանապարհները, երկաթուղագծերը մենք ընդհանրապես իրավունք լրացնենք եւ հասցնենք Ադրբեջան, այն երկաթուղագիծը, որ մենք Իջևանից դեպի Ղազախ է գնում Ադրբեջանի տարածքի, եթե նա վերականգնենք, բոլորովին հանվեր է վերջին անկախության տարիներին, ուղղակի այդ էլ մասը կմտնի, ուղղակի Ադրբեջանից գնացքը կմտնի Հայաստան, Փոխանակ այսօր գնում է Վրաստանի միջոցով է գալիս, ուղղակի մտի ճանապարհը նույնպես մի 100 կիլոմետր կկարճանա։ Դա գիտեք ինչ է, երբ որ դուք ուզում եք մի երկրի է, որ հարաբերություն չեք ունեցել, բարիդրացիական հարաբերություն չեք ունեցել, կապը սկսել, ամենահեշտ ձևը առևտրական կապն է, որտեղ առևտուրը երկու կողմի ժողովուրդներին էլ ֆինանսավորել շահավետ է։ Ուրեմն եթե առևտրական կապը ստեղծվել է այսօր Ադրբեջանի ու Հայաստանի մեջ, մենք կարող է 5 տարի հետո, 10 տարի հետո տեսնենք Ադրբեջան այդ կապը նույնիսկ կարելի է մարդն ինքն էլ անցնի այնտեղից գնի բերի ինքը, քան եկած է ապրանքը այնտեղից եկած իրան մասնին։ Այդպիսով դրացիական հարաբերությունները կարող ենք վերականգնել։ Գիտեք ինչ կա, աշխարհի այս ամասում ապրում են հայեր քանի հազարամյակ, ապրում են ադրբեջանցիներ, որ այդ անունով իհարկե 120 տարի է, 110 տարի է, որ ընդեղ են, նրանից առաջ թուրք անունները կար, թաթար անունները կար, Թուրքիան կա, Թուրքիան էլ ուրիշ երկիր է, որ թուրքերով բնակեցված, այս ժողովուրդներն ապրում են ընդեղ։ Մենք եթե ուզում ենք շարունակել ապրել այս տարածաշրջանում, պիտի ընդունենք, որ մենք հարևան ունենք, որի անունը Ադրբեջան է, մեկն էլ ունենք անունը Թուրքիա է։ Մենք պիտի ոչ թե բարեկամանանք նրանց հետ, դա հնարավոր չի տենց շուտ։ Դա մենք պետք է առաջի հերթին բարի դրացիական հարաբերություն ստեղծենք, առևտուրն է ամենահեշտ միջոցը, որ այսօր Թուրքիայի հետ անուղղակիորեն Վրաստանի միջոցով կատարվում է։ Եթե այդ առևտուր ուղղակի կատարվի Թուրքիայի մեջ, թուրք գյուղացին էլ տեսնի իր ապրանքը, որ բերած է, Հայաստանում մարդավարի վաճառում հետ է գնում իր երկիրը։ Մենք էլ նույնը, հայաստանցին էլ եթե իր ապրանքը ուղարկում է Թուրքիա, կարող է հանգիստ սահմանով անցնի ու ուղարկի տանի այնտեղ։ Դա վերականգնելու համար այդ հարաբերությունը ամենահեշտ միջոցը առևտուրն է։ Առևտրական այդ ճանապարհը, որ սկսվեց, բացվեց այսօր Ադրբեջանին, դա ամենամեծ կարևոր քայլերից մեկն էր, որ Ադրբեջանը համաձայնեց, որ իր ճանապարհով
Հայաստանին եկող ապրանքը անցնի պարզապես տարանցիկ ձևով։ Հետո սկսեց իր նավթը վաճառել այդ ձևով մեզի։ Մյուսերը կարող է փոխանակ նավթը վաճառի, իր արտադրածը բերի, Հայաստանն իր արտադրածը ընդեղ ուղարկի։ Այդ մյուսը դեռ չի եղել, բայց դա էլ կլինի շուտով։ Չենք բացառում, իհարկե, որոշ չի բացառում։ Եվ այդպեսով բարի դրացիական հարաբերություններ ստեղծած, հետո ժողովուրդները կհասկանան, որ ոչ մի ժողովուրդ ինքը պատերազմ չի ուզում։ Չնայած Ադրբեջանի ներսում այսքան 30 տարի քարոզչությունը եղել հայերը մեր ամենախոխերիմ թշնամիներն են եւ այլն, բայց այն Ղարաբաղցի ադրբեջանցի, որ Ղարաբաղում ապրում էր հարևանը հայ էր, նա հիշում է, որ իր հարևանը իր նման մարդ էր նորմալ։ Ոչ թե թշնամի էր։ Անունը հետո է, այդ պիտակը հետո իշխանավորներն են փակցնում ժողովուրդների վրա։ Պարոն Գալչյան, ձեզ կխնդրեմ նաև ցույց տալ, թե Թրամփի ուղին Հայաստանի հյուսիսային հատվածում որ բնակավայրերն են ընդգծելու նաև արդյոք դեպի հյուսիս բարձրանալու ճանապարհը։ Դեպի հյուսիս բարձրացող Հայաստանի ճանապարհը որ կա, որ Երասխից գնում է մինչև Գյումրի, հետո Գյումրիից գնում է դեպի Ռուսաստան, այդ ճանապարհն էլ նույնը կլինի, Ադրբեջանը կարող օգտագործել այդ ճանապարհը, եւ միայն Գյումրի չի, Գյումրիի մոտից Կարս միացող երկաթգծը կա։ Տեսեք, այս գծի վրա, այս քարտեզի վրա, այս կապույտը, որ Հայաստանի երկաթուղին է, երբ որ Ադրբեջանը Նախիջևանից ներս մտավ, Երասխով մտավ Հայաստանի տարածք, օգտվելու հայկական երկաթգծից գալու է գնամ ինչև Գյումրի, Գյումրիից Կարս մտնի, դերից դեպի Թուրքիա։ Կամ շարունակի գնա դեպի Մոսկվա, դեպի Թիֆլիս։ Այնտեղ էլ այսօր խնդիրներ կան տարբեր, բայց վերջապես ճանապարհը գոյություն ունի։ Բարեդերից հարաբերությունները, եթե ուզում եք տեսնենք Թրամփ, ես քարտեզ ունեմ պատրաստած, որ ժամանակին խաղաղության խաչմերուկի համար է պատրաստել, եթե ուզեք այդ քարտեզն էլ ցույց կտամ ձեզ։ Սա ես պատրաստել եմ սրանից 3-4 տարի առաջ, երբ որ խաղաղության խաչմերուկի խոսքն եղավ։ Տեսեք, այդ գիծը, որ ես կապույտով ցույց տվին մեղրի, այս մեկը տոր կարմիր է այստեղ։ Իսկ այս կանաչը այն որ Ադրբեջանից արածն է, որ Նախիջևանով մենք պետք է անցնենք։ Այդ երկուսը, որ չեն աշխատում, սրանք են։ Թե չի, եթե խաղաղության խաչմերուկի սրանք աշխատեն, այս բոլոր գծերը տարբեր գույներով, տարբեր երկրների, դեղինը Ռուսաստանի երկաթուղին է, կանաչը Ադրբեջանին, մուգ կապույտը Պարսկաստանինն է, բաց կապույտը Թուրքիայինն է, նարնջ այս մանուշակագույնը Վրաստանն է, իսկ կարմիրը Հայաստանինն է։ Եթե սրանք բացվեն, բոլորը աշխատել, բոլոր 6 երկրները աշխարհի տարբեր մասերի հետ կարող են հարաբերություն, առևտրական կապեր ունենալ։ Պարոն Գալչյան, արդյոք Թրամփի ուղին խաղաղության մասին է։ Խաղաղության մասին չէ, Թրամփի ուղին առևտրի մասին է։ Եվ առևտուրը, երբ որ սկսում ես կապերը ստեղծում առևտրական, բնականաբար պիտի խաղաղությունը լինի, որ կարողանաս այդ ստեղծել։ Ուրեմն Թրամփի ուղին օգնելու է, որ խաղաղությունը գոյատևի իրապես։ Շնորհակալություն, պարոն Գալչյան։ Ինչ որ բաներ ունեք ավելացնել։ Ես ավելացնելու բան չունեմ, մենակ թե խնդիրն է, որ մենք որպես ժողովուրդ պիտի իմանանք, որ ստեղում ապրում ենք, հարևաններ ունենք։ Դուք ձեր տան հարևանին կողքի բնակարանին չեք ընտրում, նա գալիս է առնում այնտեղ։ Եթե մի բան է պատահում հարևանի տանը, եթե նայից ջուր է անցնում ձեր տուն, դուք զանգը տալիս եք, ասում եք, լսեք, ես մատ խնդրեմ կա, տեսեք ինչ ա եղել, շտկենք։ Թշնամություն չեք անում գնան դու ջուրը բացես դրա տունը լցնես։ Թշնամությունը դա է բարեկամական հարաբերությունը, բարի դրացիական հարաբերություն, նա է որ իրար հետ մի մեծ տեղում ապրես եւ շարունակես գոյատևել առանց խնդիրների։